Սկսենք պարզ ճշմարտությունից, բայց քչերը գիտակցում են։ Տարօրինակ է թվում, դա հենց այն է, ինչ տեղի է ունենում։ Այսօր ես ձեզ ցույց կտամ, թե որքան փոքր սովորություններ են ձեր փողերով, ավելի ճիշտ, այն, ինչ դուք պահում եք նրա հետ, կարող եք առանց ձեզ սաբոտաժի։ Տարիներ շարունակ ես հավատում էի, որ հարստացումը քրտնաջան աշխատելու խնդիր էր, կարգապահ և խնայողություն լինելով, ես հետևեցի բոլոր կանոններին։ Ես արեցի արտաժամյա, կտրեցի ծախսերը, ներդրեցի այն, ինչ կարող էր, նույնիսկ այդպես փողը ներս մտավ և ավազի պես ավազի նման, միայն այն ժամանակն էր, երբ հասկացա։ Խնդիրն այն չէր, թե որքան եմ վաստակել կամ փրկել, բայց այն, ինչ ես տանում էի իմ առօրյա կյանքում, դա նոտան կամ մետաղադրամներ չէր, բայց ինչ-որ բան շատ ավելի նուրբ և հզոր։ Կարող է թվալ հիմար, բայց ձեր գրպանը կամ դրամապանակը նման են ձեր ֆինանսական կյանքի հայելու, այն, ինչ պահում եք, պարզապես բաներ չէ։ Սրանք էներգիան են, որոնք ներգրավում կամ հակադարձում են հնարավորությունները։ Մի օր, երբ փողը սուրճի համար վճարելու ժամանակ ես հանդիպեցի մոռացված թերթերի մի կույտ։ Ուշ հաշիվ, որն այլևս չի հիշում, 5 գնումներ, ես պետք է վճարեի տարիներ շարունակ, ես պետք է վճարեի տարիներ շարունակ։ Դա այն ֆիզիկական ծանրությունն էր, որը ինձ անհանգստացրեց, բայց ճնշման զգացողություն։ Կարծես յուրաքանչյուր թուղթ ծծում է իմ բախտը և արգելափակում է նոր հնարավորությունները։ Ես որոշեցի քննություն հանձնել։ Ես ամբողջովին դատարկեցի դրամապանակը, ես հեռացա այն ամենը, ինչ անմիջապես չօգտագործվեց, հին ստացականներ, հավատարմության քարտեր, որոնք ես երբեք չեմ օգտագործել։ Արդեն կատարված պարտավորությունների նշումներն ու ինչ-որ բան հիշեցնում էին անհաջողությունների, պարտքերի կամ թունավոր հարաբերությունների մասին։ Ես պահում էի միայն այն հիմնականները՝ փող, անհրաժեշտ փաստաթղթեր և 1 կամ 2 իրեր, որոնք իսկապես ավելացնում են ինձ արժեքը, ինչպես քարտը, ով ինձ ոգեշնչեց։ Արդյունքը՝ մի քանի շաբաթվա ընթացքում ես սկսեցի նկատել փոփոխություններ։ Գումարը կարծես ավելի շատ ժամանակ էր, քան ինձ հետ ավելի շատ ժամանակ, աշխատանքներ ունեցան, որ նրանք մի անգամ աննկատ անցան, և նույնիսկ ինձ հետ շփվելու ճանապարհը փոխվել է։ Դա կախարդական չէր։ Դա հոգեբանությունն ու էներգիան է։ Ձեր դրամապանակը ոչ միայն լրասարք է, դա խորհրդանիշ է ձեր կյանքում թույլ տալու համար։ Եթե նա խառնաշփոթ է, լի բացասական առօրյան և հիշողություններով, նրա միտքը դա մեկնաբանում է որպես ֆինանսական լուծում։ Եթե այն մաքուր է և ֆունկցիոնալ, ապա պատրաստակամության հաղորդագրություն եք ուղարկում ավելին ստանալու համար։ Ահա բանալին։ Այն ամենը, ինչ դուք պահում և կրում եք ձեզ հետ, լինի դա թուղթ, քարտ կամ նույնիսկ մանրացված մետաղադրամը, ազդում է ձեր ենթագիտակցության վրա։ Եթե ձեր դրամապանակը լեփ-լեցուն է այն բաներով, որոնք վերաբերում են անցյալի սխալներին, չվճարված պարտքերին կամ ձեզ վնաս պատճառող հարաբերություններին, դուք ակամայից ամրապնդում եք սակավության ցիկլը։ Կարող եք լավ վաստակել, բայց այդ գրպանում խաղալու պահը հին էներգիաները մղում են գումարը, թողնելով ձեզ այնպիսի զգացողություն, որ դա լավ չէ։ Ես կկիսեմ անձնական օրինակ, որը նշեց իմ փոփոխությունը։ Մի անգամ գտա մի պարտքի ապացույց, որը մոռացել էր ընկերոջը վճարել, նույնիսկ առանց դրա գիտակցելու, այդ դերը ստիպեց ինձ մեղավոր զգալ ամեն անգամ, երբ տեսա նրան, նետելով այն և պարտքը մարելը։ Կարծես անտեսանելի բեռ է անցել։ Դրանից կարճ ժամանակ անց ես ստացա անսպասելի աշխատանքային առաջարկ, ճշգրիտ այն տարածքում, որը ես ուզում էի, պատահականություն, ոչ, դա էներգիա էր հոսում առանց խոչընդոտների։ Այնտեղից ես ստեղծեցի ծես։ Շաբաթը մեկ անգամ վերանայեք իմ դրամապանակը և վերացրեք այն ամենն, ինչ այլևս չի ծառայում։ Դա միայն կազմակերպության մասին չէ։ Խոսքը ինքս ինձ և տիեզերքին ազդարարելու մասին է, որ պատրաստ եմ նորը ստանալու, և դա վերաբերում է ամեն ինչի, մարդկանց շփումներին, ովքեր միայն բացասական են բերում, ազդարարում են գնումների անդորրագրերը, նույնիսկ օտարերկրյա մետաղադրամները, որոնք ես երբեք չեմ օգտագործի։ Եթե չավելացնեք, հեռացեք։ Կարող եք մտածել. Սա դրական միտք է, հիմք չունի, բայց փորձեք, այսօր մաքրեք ձեր դրամապանակը, պահել։ Ինչն է օգտակար, անհրաժեշտ կամ դա ձեզ լավ է զգում, նշեք փոփոխությունները առաջիկա շաբաթների ընթացքում, խոսքը կուրորեն հավատալու մասին չէ։ Խոսքը հասկանալու մասին է, որ փոքր ժեստերը ստեղծում են մեծ վերափոխումներ։ Շատերն իրենց կյանքն են ծախսում ավելի շատ աշխատելու համար, որպեսզի ավելի շատ վաստակեն, առանց գիտակցելու, որ իրական շրջափակումը այն է, ինչ նրանք կրում են դրանով, բառացիորեն և խորհրդանշական, ձեր դրամապանակը առաջին տեղն է, որը սկսելու է այս ցիկլը կոտրել, և լավագույնը։ Դա ոչինչ չի արժե, պարզապես որոշեք, որ այսուհետ դուք միայն կդիտեք այն, ինչը արժանի է ձեր կյանքի տարածությանը, մնացածը դրսում, քանի որ բարգավաճումը միայն փողի մասին չէ։ Խոսքը հասնելու համար տեղ ստեղծելու մասին է։ Հին վարկային քարտեր, պարտքերի ստացումներ, չվճարված հաշիվների նշումներ։
Բոլորը նման են խարիսխների, որոնք խանգարում են ձեզ նավարկել, երբ ես պահում էի միայն ֆունկցիոնալ և անհրաժեշտ, ինչ-որ անսպասելի բան պատահեց։ Մտքը եկավ տեսնելու հստակություն, որտեղ նախկինում խառնաշփոթ էր, պատահական չէ, ֆինանսական էներգիան չի հոսում, որտեղ կա խանգարում, այն ծաղկում է այնտեղ, որտեղ կա կազմակերպություն, մտադրություն և բաց։ Ահա այն, ինչ ես սովորում եմ։ Հարստության ներգրավման առաջին քայլը այլևս չի շահում, այլ թողարկելու այն, ինչը այլևս չի ծառայում, և դա սկսվում է պարզ ժեստով։ Ձեր դրամապանակը սեղանի վրա դատարկելը և ամեն ինչ 3 կատեգորիայի բաժանելը։ 1. Որն է օգտակար, փող, ակտիվ քարտեր, կարևոր կոնտակտներ։ 2. Ինչ է հնացածը, ժամկետանց քարտեր, հին անդորրագրեր, անարժան թերթեր։ 3. Որն է բացասական էներգիա, պարտքի հիշեցում, հակամարտություններ նշումներ, անցյալի ձախողման խորհրդանիշներ։ Դարձրեք երկրորդ և երրորդ խումբը առանց վարանելու, այն, ինչ մնում է, պետք է լինի պարզապես անհրաժեշտ նյութեր, ոչինչ ավելին, ոչինչ պակաս, դա արեք որպես շաբաթական ծես, դա միայն ֆիզիկական մաքրում չէ։ Դա մտավոր վերամշակում է, դուք ձեզ ասում եք ձեր ենթագիտակցության մեջ։ Պատրաստ եմ ավելին ստանալ, քանի որ իմ տարածքն անվճար է։ Ես տարիներ շարունակ վարժեցնում եմ այս մեթոդը, և այն դարձել է իմ ֆինանսական կարգապահության հիմքը, բայց դա գերազանցում է փողերից։ Դա ազդում է այնպես, ինչպես ես որոշում կայացնում եմ, ինչպես եմ վերաբերում մարդկանց և նույնիսկ ինչպես եմ բախվում մարտահրավերների, ամեն անգամ, երբ ես բացեմ իմ դրամապանակը և տեսնեմ կարգը, ես զգում եմ ներքին վստահություն, որ հնարավորությունները ճանապարհին են, քանի որ փողը չի փախչում, ով պատրաստ է ստանալ այն փախչողներ, որոնք դեռ կրում են անցյալի ծանրությունը։ Ահա հում ճշմարտությունը։ Դուք կարող եք ավելի շատ աշխատել, ավելի շատ վաստակել, բայց եթե ձեր դրամապանակը լեփ-լեցուն է լճացած էներգիայով, հին պարտքեր, վրդովմունք, անկարգություն, գումարը չի լինի, այն շրջանառվելու է, ինչպես ջուրը ցնցում է։ Դրամապանակների մաքրումը նման է այս անցքերի շտկմանը, նրանից հետո դուք կնկատեք ոչ միայն ավելի շատ փող, այլ ավելի պարզ, ավելի շատ ուշադրության կենտրոնում և ավելի մեծ թեթևություն հաճույք ստանալու համար։ Իրական օրինակ։ Մի անգամ, երբ դրամապանակը վերանայել է, ես գտա այցեքարտ, ում հետ տարիներ առաջ եմ ունեցել։ Նույն օրը ես դուրս հանեցի, 1 շաբաթ անց ես ստացա անսպասելի աշխատանքային առաջարկ բոլորովին այլ շփումից, ինչը հանգեցրեց շահութաբեր նախագծի, դա կախարդական չէր։ Դա հոգեբանությունն ու էներգիան էր, իմ ենթագիտակցությունը արձանագրել է գործողությունը, ես թողարկեցի անցյալը և դրանով հավասարեցրեց իմ իրականությունը։ Մեկ այլ դեպք։ Ես վերացրեցի ոչ ակտիվ վարկային քարտերը և ավելորդ բանկային փաստաթղթերը, մի քանի շաբաթվա ընթացքում ես նկատեցի, որ ես ավելի քիչ եմ ծախսել ազդակների վրա։ Իմ ֆինանսական պլանավորումը ավելի ճշգրիտ էր։ Ես սկսեցի ջանք թափել, կարծես փողը ընտրեց։ Դա այն է, որ արտաքին կարգը ստեղծում է ներքին կարգ, և ներքին կարգը բարգավաճման համար բերրի հողն է։ Ինչ անել հիմա։ 1. Անհապաղ գործողություն։ Վերցրեք ձեր դրամապանակը այսօր, խրախուսեք այն, առանձնացրեք, նետեք այն, ինչը լավը չէ, թողեք միայն հիմնականները։ 2. Կատարեք այս 1 սովորությունը։ Շաբաթը 1 անգամ կրկնել գործընթացը, այն չի տևում ավելի քան 5 րոպե, բայց ազդեցությունը տևական է։ 3. Ընդարձակեք սկզբունքը։ Դիմեք այս տրամաբանությունը այլ ոլորտներում, որն է ձեր կյանքում, հարաբերություններ, աշխատանք, առողջություն, տեղում տեղ է գրավում առանց արժեքի, ազատեք ինքներդ ձեզ դրանից։ Հարցրեք ինքներդ ձեզ։ Նույնիսկ, ինչ եմ ես տանում իմ դրամապանակը և կյանքում, դա ինձ խանգարում է շարժվել, դա կարող է լինել չվճարված պարտք, վրդովմունք կամ նույնիսկ այն սովորություն, որն այլևս իմաստ չունի, իշխանությունն է ազատ արձակել։ Իմ վերջին խոսքերը ձեզ համար։ Հարստությունը միայն հաշվի համար թվերի մասին չէ, խոսքը տարածության մասին է ֆիզիկական, մտավոր և հուզական, որքան թեթև եք, այնքան ավելի արագ կգան հնարավորությունները, սկսեք դրամապանակից, այնուհետև նշեք, թե ինչպես է այս պարզ փոփոխությունը կրկնվում ամեն ինչ։ Եթե ցանկանում եք շարունակել ստանալ գործնական և ապացուցված ռազմավարություններ ձեր հարաբերությունները փողի հետ վերափոխելու համար, մնացեք վերևում, հաջորդ բովանդակության մեջ ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես կարելի է ձեր դրամը աշխատել ձեզ համար խելացի ներդրումներից դեպի մտածելակերպ, որը բնականաբար գրավում է հարստությունը։ Բայց հիշեք, ոչ մի ռազմավարություն չի գործում, եթե նախկինում դեռ խրված եք, այսպիսով արեք մաքրումը, այսօր հիմա և պատրաստվեք հաջորդի։
Պլանավորում է ֆինանսական ամուր ապագա և ստեղծելով հարստության հոսք, որը երբեք չի շահում, պահանջում է ավելին, քան բախտը, պահանջում է գիտակցված գործողություն, թույլ մի տվեք, որ անցնի, դա կարող է լինել ջրբաժան ձեր ֆինանսական կյանքի կարիքները։ Հիշեք, ձեր հարստությունը կառուցված է ձեր ամենօրյա ընտրության միջոցով, առողջ սովորություններ մշակելու կարգապահության համար, այն մանրամասների վրա, որոնք շատերը անտեսում են և ամենից առաջ համարձակորեն ազատելու համար, ինչը այլևս չի ծառայում։ Առաջին քայլը՝ ձեր ֆինանսական տարածքի մաքրում բառացի և խորհրդանշական։ Դա ըստ երևույթին պարզ ժեստը կրում է վերափոխող ուժ, դա ձեր որոնման ազատության համար հարված է, սկսեք հենց հիմա և արդյունքները կհայտնվեն ավելի արագ, քան կարծում եք։ Վստահեք գործընթացին, շարժվեք նպատակներով և թույլ տվեք յուրաքանչյուր գործողություն դռներ բացել հնարավորությունների համար, որոնք նույնիսկ չեք կարող տեսնել նույնիսկ այսօր, ուղին բաց է, հաջորդ քայլը քոնն է։